Չխկրթոցը չխանգարի, նրա դեմքը քարացած է, աչքերում սարսափի և դավաճանության խառնուրդ, նրա կատարյալ աշխարհը, որը կառուցվել էր 25 տարվա ստի վրա, այդ պահին փլուզվում է, նրան թողնելով բեկորների տակ։ Գլուխ 6. Ընտանիքի արձագանք։ Տեսարան, Դավթի աշխատասենյակ, անմիջապես նախորդ տեսարանից հետո։ Լռությունը սենյակում ծանր է, շոշափելի։ Դավիթը կանգնած է անշարժ, կարծես կայծակը հարվածած լինի։ Կարենը շփոթված նայում է մորը, հետո այն մարդուն, ում այժմ պետք է հայր անվանի։ Սիրանուշի հայացքը պողպատի պես սառն է, ամբողջ կյանքի ցավն ու զայրույթը կենտրոնացած են Դավթի վրա։ Առաջինը լռությունը խախտում է Արմինեն, որը մտնում է սենյակ, դեմքին անընթեռնելի արտահայտություն։ Արմինե, հանգիստ, սառը ձայնով, որն ավելի սարսափելի է, քան բղավոցը։ Ուրեմն սա էր այն երիտասարդության սխալը, որի մասին դու խոսում էիր, ոչ թե ուղղակի սիրավեպ, այլ երեխա։ Իմ ամբողջ կյանքը, իմ նվիրվածությունը, իմ երիտասարդությունը, այս ամենը կառուցված է եղել ստի վրա։ Դավիթ շրջվում է դեպի նա, ձայնը խնդրական։ Արմինե ջան, ես կարող եմ բացատրել, ես ինքս չգիտեի։ Սիրանուշ դառը ծիծաղով. Չգիտեիր։ Դու շատ լավ գիտեիր, քո հայրը քեզ ամեն ինչ պատմել էր։ Դու ուղղակի ընտրեցիր հեշտ ճանապարհը, ընտրեցիր փողը, իշխանությունը, նայում է սենյակի շքեղությանը, այս ոսկե վանդակը։ Աղմուկի վրա ներս են մտնում Վարդանը և Անահիտ տատը, տեսնելով Սիրանուշին, երկուսն էլ քարանում են։ Անահիտ տատ, խաչակնկվելով. Աստված իմ, սա հնարավոր չէ, դու պետք է մեռած լինեիր։ Սիրանուշ, ձեր աղոթքները տեղ չեն հասել, տիկին Անահիտ, ես ողջ եմ, և ես եկել եմ հետ վերցնելու այն, ինչ դուք ինձնից խլել եք։ Ոչ թե ձեր որդուն, ես եկել եմ իմ արժանապատվության, իմ որդու ճշմարտության հետևից։ Վարդան գալիս է ուշքի, մոտենում է սպառնալից։ Լսիր այստեղ աղջիկ, դու քո փողը ստացել ես, ինչ ես հիմա ուզում, քանդել մեր ընտանիքը։ Կարեն առաջին անգամ խոսում է, կանգնելով մոր կողքին։ Ձեր ընտանիքը վաղուց քանդված է, այն կառուցված է ստի և դավաճանության վրա, և դուք, նայում է Վարդանին, դուք այլևս ինձ չեք վախեցնի։ Ես այլևս մենակ չեմ։ Այս պահին ընտանիքը բաժանվում է երկու ճամբարի։ Մի կողմում Դավիթը, Վարդանը և նրանց մայրն են, որոնք փորձում են պահպանել իրենց ստեղծած ստի կայսրությունը։ Մյուս կողմում Սիրանուշն ու Կարենն են, միավորված ճշմարտությամբ և արդարության պահանջով, իսկ Արմինեն կանգնած է մեջտեղում։ Նա զոհ է, բայց նաև այս համակարգի մի մասն է, նրա հաջորդ քայլից շատ բան է կախված։ Արմինե, նայում է Դավթին, դուրս եկեք այս տնից, բոլորդ, ես պետք է մտածեմ։ Դավիթ, Արմինե, ձայնը բարձրացնելով, ասացի դուրս։ Դավիթը առաջին անգամ կյանքում չիմանալով ինչ անել, լուռ դուրս է գալիս։ Վարդանն ու մայրը հետևում են նրան։ Սիրանուշը ձեռքը դնում է Կարենի ուսին։ Նրանք նույնպես պատրաստվում են հեռանալ, բայց Արմինեն կանգնեցնում է նրանց։ Արմինե, դիմելով Կարենին, դուք մնացեք, ես ուզում եմ ձեզ հետ խոսել, առանց նրանց։ Սա անսպասելի շրջադարձ է։ Դավաճանված կինը կարող է դառնալ անսպասելի դաշնակից։ Գլուխ 7. Ակտիվ հայ գործողություններ։ Տեսարան, Դավթի տան հյուրասենյակ, հաջորդ օրը։ Կարենը որոշել է գործել։ Նա այլևս չի առաջնորդվում միայն լրագրողական հետաքրքրությամբ կամ նույնիսկ վրեժով։ Նա առաջնորդվում է հայկական սկզբունքով՝ պաշտպանել մոր պատիվը։ Նա պատրաստել է ամբողջական հոդված, բոլոր փաստաթղթերով, ձայնագրություններով և պատմությամբ։ Նա զանգահարել է Դավթին և պահանջել ընտանեկան հավաք, ոչ թե որպես լրագրող, այլ որպես որդի։ Հյուրասենյակում հավաքված են բոլորը՝ Դավիթը, Արմինեն, Վարդանը, Անահիտ տատը։ Սիրանուշն ու Կարենը նստած են նրանց դիմաց։ Օդը լարված է։ Կարեն, սեղանին է դնում հոդվածի տպված տարբերակը։ Ես այստեղ չեմ եկել գումար կամ պաշտոն խնդրելու։ Ես այստեղ եմ, որպեսզի դուք ընդունեք ձեր արածը։ Ես ձեզ երկու տարբերակ եմ տալիս։ Տարբերակ առաջին. դուք, պարոն Դավիթ, հրապարակաբար հրաժարվում եք ձեր թեկնածությունից, ներողություն եք խնդրում իմ մորից և ինձնից, և այս պատմությունը մնում է այս 4 պատերի ներսում։ Վարդան, կատաղած. Ինչ, դու խելագարվել ես, մի ամբողջ կյանքի աշխատանքը ջուրը գցենք քո պատճառով։ Կարեն, անտեսելով նրան. Տարբերակ երկրորդ. դուք հրաժարվում եք։
Եվ վաղը առավոտյան այս հոդվածը հայտնվում է բոլոր լրատվամիջոցների առաջին էջերին։ Ընտրությունը ձերն է։ Դավիթ, հուսահատ։ Որդիս, Կարեն, դու չես կարող դա անել։ Դու կկործանես ոչ միայն ինձ, այլև ինքդ քեզ։ Դու իմ որդին ես, իմ արյունը։ Կարեն, ցավով։ Դուք այդ մասին պետք է մտածեիք 25 տարի առաջ, երբ ինձ փոխանակում էիք ձեր կարիերայի հետ։ Ես ձեր որդին եմ, բայց ես նաև այս կնոջ, գրկում է Սիրանուշին, որդին եմ, ում դուք փորձեցիք ոչնչացնել։ Իմ պարտքն է նրան պաշտպանելը։ Այս պահին տեղի է ունենում անսպասելին։ Արմինեն, որը մինչ այդ լուր էր, վերցնում է հոդվածը, նայում է վերնագրին, քաղաքական գործչի գաղտնի որդին և մոռացված կինը և դանդաղ պատռում է այն։ Արմինե, ոչ մի հոդված չի լինի։ Բոլորը ապշած նայում են նրան։ Արմինե նայելով Դավթին։ Բայց դու նաև քաղաքական գործիչ այլևս չես լինի։ Դու այսօր երեկոյան հանդես կգաս հայտարարությամբ, կասես, որ առողջական խնդիրների պատճառով դուրս ես գալիս պայքարից։ Դու կվաճառես քո բիզնեսի կեսը և կփոխանցես, նայում է Կարենին, քո որդուն, որպես փոխհատուցում կորցրած տարիների համար։ Իսկ դու, դառնում է Սիրանուշին, կստանաս այնքան, որքան անհրաժեշտ է նոր կյանք սկսելու համար։ Որտեղ կուզես։ Սա իմ որոշումն է, սա է արդարությունը։ Արմինեն դավաճանված, բայց ուժեղ հայ կինը, իր ձեռքն է վերցնում ընտանիքի ճակատագիրը։ Նա չի թույլատրում, որ ընտանիքի պատիվը հանրության քննարկման առարկա դառնա, բայց միևնույն ժամանակ արդարություն է հաստատում, պատժելով մեղավորին և հատուցելով զոհերին։ Սա հայկական ընտանեկան կոնֆլիկտի լուծում է, ոչ թե օրենքով, այլ ընտանիքի ներսում, ավագ կնոջ խոսքով։ Գլուխ 8. Հայկական բանաձև, վերջաբան։ Տեսարան, այգի Երևանում, մի քանի ամիս անց։ Աշուն է, տերևները դեղնել են, նստարանին նստած են Կարենն ու Սիրանուշը։ Սիրանուշը շատ ավելի լավ տեսք ունի, նրա դեմքին հանգստություն կա։ Սիրանուշ, գիտես որդիս, ես երբեք վրեժ չեմ ուզել, ես ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր ճշմարտությունը, որ իմանայիր ես քեզ չեմ լքել։ Կարեն, ես գիտեմ մամ, հիմա ամեն ինչ գիտեմ, իսկ դու կներես նրան։ Սիրանուշ, երկար լռությունից հետո, ներելը Աստծո գործն է։ Իմ գործը մոռանալն է ու առաջ շարժվելը։ Մեր կյանքը նոր է սկսվում, ջիգյարս։ Մի փոքր հեռու մյուս նստարանին նստած է Դավիթը, նա մենակ է։ Նա կորցրել է իր կարիերան, իր դիրքը։ Արմինեն նրա հետ է ապրում, բայց նրանց միջև սառը պատ է։ Նա հաճախ է գալիս այս այգի հեռվից նայելու իր որդուն և այն կնոջը, ում կյանքը կործանել էր։ Նա հասկանում է, որ կորցրել է ամենակարևորը, ոչ թե պաշտոնը, այլ հնարավորությունը լինելու հայր և սիրելի տղամարդ։ Սա է նրա ցմհա պատիժը։ Կարենը նկատում է նրան, նրանց հայացքները հանդիպում են։ Կարենի հայացքում ատելություն չկա, միայն թախիծ և մի փոքր խղճահարություն։ Նա թեթևակի գլխով է անում և շրջվում դեպի մայրը։ Նա իր ընտրությունը կատարել է, նրա ընտանիքը իր մայրն է։ Էկրանը մթնում է և հայտնվում է գրություն։ Գրություն, ընտանիքը ամենաթանկն է, բայց երբեմն հենց ընտանիքն է պատճառում ամենամեծ ցավը։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք դուք, եթե հայտնվեիք Կարենի կամ Արմինեի տեղում։ Ձեր հայ ընտանիքում ո՞րն է ավելի կարևոր, պատիվը, թե ճշմարտությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Այդ հեռավոր հիշողությունը, որը 26 տարվա փոշով էր պատվել, սկիզբ էր առել Գյումրու սրտում, հին, սև տուֆից շարված մի տան քարե պատերի ներսում, որտեղ օդը դեռ պահում էր թոնրի լավաշի և թարմ աղացած սուրճի բույրը։ Այնտեղ բակի միակ ծիրանի ծառի ստվերի տակ, փայտե սեղանի շուրջ, սկսվել էր մի պատմություն, որը պիտի որոշեր երկու ճակատագիր և ստեղծեր մի երրորդը, թաքնված աշխարհի աչքից։ Երիտասարդ Դավիթը, որն այն ժամանակ ընդամենը 24 տարեկան էր, դեռ չուներ այսօրվա քաղաքական գործչի պողպատե հայացքն ու հաշվարկված ժպիտը։ Նրա աչքերում դեռևս վառվում էր իդեալիստի կրակը, սակայն արդեն իսկ նշմարվում էին հորից ժառանգած փարասիրության առաջին ստվերները։ Նա Երևանից էր եկել Գյումրի, համալսարանական պրակտիկայի, բայց գտել էր շատ ավելին։ Նրա դիմաց նստած էր 22 տարեկան Սիրանուշը, մի աղջիկ, որի աչքերը լի էին կյանքով, իսկ ծիծաղը կարծես կարող էր հալեցնել Շիրակի ձմռան ամենասառը սառույցները։ Նա զգուշությամբ սուրճ էր լցնում պղնձե փոքրիկ բաժակների մեջ, իր ամբողջ սերն ու հոգատարությունը դնելով այդ պարզ շարժման մեջ։ Դավ ջան, էս քանի օրն ա Գյումրիում ես, բայց արդեն երևանցու պես ես դարձանում։ Մի քիչ հանգստացի,
Թող քաղաքի հոգսերը մնան տեղում, ասում էր նա իր գյումրվա քաղցր բարբառով, եւ նրա ձայնից Դավթի սիրտը հալվում էր։ Նա վերցնում էր աղջկա ձեռքը, որը թխված լավաշի պես տաք էր, եւ պատասխանում էր. «Սիրանուշս, ոնց հանգստանամ, երբ հայրս ամեն օր զանգում ու հիշեցնում ա, որ իմ տեղը քաղաքականության մեջ ա, ոչ թե գյումրվա բակերում։ Ասում ա, դու իմ որդին ես, դու պարտավոր ես շարունակել մեր գործը»։ Այդ խոսքերի մեջ թաքնված էր նրանց սիրո առաջին եւ ամենամեծ փորձությունը՝ Դավթի ընտանիքը։ Դավթի ընտանիքը սովորական երևանյան ընտանիք չէր, նրանք մի ամբողջ կլան էին, որի արմատները խորն էին գնում դեպի խորհրդային տարիների նոմենկլատուրա, իսկ ճյուղերը հասնում էին անկախ Հայաստանի իշխանական ամենաբարձր օղակներին։ Ընտանիքի գլուխը Սուրենը, Դավթի հայրը, մի մարդ էր, ում համար գոյություն ունեին միայն երկու բան՝ իշխանություն եւ ընտանիքի անուն։ Նա իր երկու որդիներին՝ Ավագին Վարդանին եւ կրտսերին Դավթին դաստիարակել էր միևնույն պողպատե սկզբունքով՝ զգաչմունքները թուլություն են, իսկ ամուսնությունը գործարք։ Վարդանը, լինելով ավելի պրագմատիկ եւ կոպիտ, հեշտությամբ ընդունել էր այդ կանոնները, դառնալով ընտանեկան բիզնեսի հարց լուծողը։ Իսկ Դավիթը, որն ավելի զգայուն էր եւ օժտված էր մարդկանց դուր գալու բնատուր շնորհով, ընտրվել էր հոր կողմից, որպես ընտանիքի քաղաքական դեմքը։ Հենց նրա համար էր Սուրենը տարիներ շարունակ կապեր հաստատում, հող նախապատրաստում եւ նույնիսկ հարսնացու ընտրում իր հին գործընկերոջ միակ դստերը՝ Արմինեին, որը կրթված էր, զուսպ եւ կատարյալ կերպով համապատասխանում էր ապագա քաղաքական գործչի կնոջ դերին։ Այս ամենի մասին Դավիթը պատմում էր Սիրանուշին, ծիրանի ծառի տակ, եւ աղջկա աչքերում կյանքը սիգա-սիգա մարում էր։ Ուրեմն մենք ապագա չունենք, այս ամենը ուղակի ամառային սիրավեպ էր, հարցնում էր նա, եւ նրա ձայնի մեջ արդեն լսվում էին գալիք արցունքների արձագանքները։ Դավիթը շտապում էր հերքել, խոստումներ տալ, ասել, որ կխոսի հոր հետ, կհամոզի նրան, բայց նրա ձայնի մեջ չկար այն վստահությունը, որը կարող էր հանգստացնել սիրահարված աղջկա սիրտը։ Նրանք երկուսն էլ գիտեին, որ Սուրենի նման մարդկանց չեն համոզում, նրանց կամ ենթարկվում են, կամ կոտրվում։ Մի քանի շաբաթ անց, երբ Դավիթը վերադարձավ Երևան, այդ անխուսափելի բախումը տեղի ունեցավ։ Սուրենի աշխատասենյակը, որը կահավորված էր ծանր, կաղնու փայտով եւ պատերին կախված էին քաղաքական գործիչների հետ լուսանկարներ, ավելի շատ նման էր դատարանի դահլիճի, քան տան մի մասի։ Սուրենը նստած էր իր մեծ գրասեղանի հետևում, հայացքը սառը եւ անթարթ։ Դավիթը կանգնած էր նրա առջև, գլխիկոր, ինչպես մեղադրյալը։ Ես քեզ Գյումրի էի ուղարկել պրակտիկայի, ոչ թե գավառական աղջիկների հետ սիրախաղի համար։ Ինչ է նշանակում ես նրան սիրում եմ։ Սերը գալիս ու գնում է, իսկ ընտանիքի անունը մնում է։ Դուք կամուսնանաս Արմինեի վետ եւ վերջ։ Մեր ընտանիքը դարերով իր դիրքն է ունեցել, ու ես թույլ չեմ տա, որ իմ որդին մի անորդ աղջկա պատճառով քանդի այն ամենը, ինչ մենք ստեղծել ենք, որոտաց Սուրենի ձայնը։ Դավիթը փորձեց առարկել, պայքարել իր սիրո համար, բայց նրա բոլոր փաստարկները փշրվում էին հոր պողպատե կամքի առաջ։ Եվ երբ նա հուսահատությունից դրդված արտաբերեց վերջին, ճակատագրական բառերը, հայր, բայց նա հղի է, սենյակում մի պահ մեռյալ լռություն տիրեց։ Սուրենի դեմքը քարացավ։ Նա մի պահ լռեց, հետո դանդաղ վեր կացավ, մոտեցավ պատուհանին եւ նայելով քաղաքի լույսերին, առանց շրջվելու, սառը ձայնով ասաց մի նախադասություն, որը դարձավ գալիք ողբերգության սկիզբը. այդ խնդիրը կլուծվի։ Այդ պահին Դավիթը հասկացավ, որ իր սերը դատապարտված է, իսկ իր եւ Սիրանուշի չծնված երեխայի ճակատագիրը այլևս իրեն չի պատկանում։ Դու չես խառնվի այդ գործին, դու կմոռանաս այդ աղջկա անունը գոյությունը։ Նա կստանա այնքան գումար, որքան անհրաժեշտ է, որպեսզի իր երեխայի հետ անհետանա ու այլևս երբեք չհայտնի մեր կյանքում։ Սա քո առաջին քննություն է, որդիս, ապացուցիր, որ արժանի ես մեր ազգանվանը։ Այդ բառերը օդում կախված մնացին, սառը եւ անբեկանելի, ինչպես ճակատագրի դատավճիռ։ Դավթի ներսում մի վայրկյան պայքարեց սերն ու վախը, պարտքի զգացումն ու հոր հանդեպ հարգանքը, բայց այդ պայքարը կարճ տևեց։ Նա մեծացել էր մի համակարգում, որտեղ հոր խոսքը օրենք էր, իսկ ընտանիքի պատիվը սրբություն։ Նա լուռ գլխով արեց, այդպիսով կնքելով ոչ միայն իր, այլև Սիրանուշի եւ իրենց դեռ չծնված որդու ապագան։ Այդ պահից սկսած ներկայիս ազդեցիկ քաղաքական գործիչ Դավթի կյանքը դարձավ մի երկար, լավ պլանավորված ներկայացում, որտեղ յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր խոսք եւ նույնիսկ յուրաքանչյուր զգացմունք ենթարկվում էր մեկ նպատակի՝ պահպանել կատարյալ ընտանիքի եւ անբիծ հեղինակության պատրանքը։ Իսկ անցյալի ստվերները, ինչպես նա կարծում էր, ապահով թաղված էին Գյումրու հողի տակ։
Բայց 25 տարի անց, երբ քաղաքական պայքարը նաբլիժած էր իր գագաթնակետին, այդ ստվերները սկսեցին երկարել եւ հասնել մինչև Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող նրա շքեղ առանձնատունը։ Ամեն ինչ սկսվեց Երևան Times անունով ոչ այնքան հայտնի, բայց սկզբունքային լրատվականի խմբագրությունից։ Այնտեղ հին համակարգիչների եւ թղթերի կույտերի մեջ աշխատում էր մի երիտասարդ լրագրող՝ Կարեն անունով։ Նա տարբերվում էր իր հասակակիցներից իր լրջությամբ եւ համառությամբ, որը սահմանակից էր մոլուցքի։ Նրա գլխավոր խմբագիրը, փորձառու եւ կյանքի հարվածներից ցինիկ դարձած Արթուրը, հաճախ էր կատակում, թե Կարենը ծնվել է գրիչը ձեռքին։ Բայց Արթուրը չգիտեր, որ Կարենի համառությունը սնվում էր ոչ թե լրագրողական փառասիրությունից, այլ անձնական ցավից։ Նա փնտրում էր իր մորը, Սիրանուշին, ով անհետացել էր, երբ նա դեռ մանուկ էր։ Պաշտոնական վարկածը լքելն էր, բայց Կարենի սիրտը դա երբեք չէր ընդունել։ Եվ ահա, մի օր նրա որոնումները, ինչպես բազմաթիվ փոքր առուներ, միախառնվեցին եւ հոսեցին դեպի մի մեծ գետ՝ Դավթի անձը։ Սկզբում դա ընդամենը անորոշ կասկած էր, հեռավոր հարազատի կիսատ պռատ հիշողություն, բայց Կարենը, ինչպես իսկական որսորդ, կառչեց այդ թելից։ Նա սկսեց հարցումներ անել Դավթի անցյալի, հատկապես Գյումրիում անցկացրած երիտասարդության տարիների մասին։ Այս աննշան թվացող հետաքրքրությունը չվրիպեց Դավթի քարոզչական շտաբի աչքից։ Նրա օգնականը, երիտասարդ եւ ամեն ինչի պատրաստ Լևոնը, զեկուցեց այդ մասին Դավթին հերթական խորհրդակցության ժամանակ։ Պարոն Դավիթ, մի խնդիր կա։ Երևան Times-ի մի երիտասարդ լրագրող Կանեն անունով սկսել է հարցումներ անել ձեր անցյալի մասին, հատկապես Գյումրիի շրջանի։ Նա փնտրում է Սիրանուշ անունով մի կնոջ, ասաց Լևոնը, չկասկածելով, թե ինչպիսի փոթորիկ է բարձրացնում իր պետի հոգում։ Դավթի դեմքից գույնը գնաց։ Նա փորձեց պահել իրեն, բայց ձեռքերը, որոնք սովոր էին վստահորեն ստորագրել օրենքներ, թեթևակի դողացին։ Արմինեն, որը միշտ նրա կողքին էր որպես անսասան հենարան, անմիջապես նկատեց ամուսնու տարօրինակ վիճակը։ Երբ Լևոնը հավելեց, որ լրագրողը գյումրեցի որբ տղա է, ում մայրը տարիներ առաջ անհետացել է, Դավթի համար ամեն ինչ պարզ դարձավ։ Պատմությունը, որը նա թաղել էր 25 տարի առաջ, հարություն էր առնում եւ գալիս իրենից իրենը պահանջելու։ Դավիթ, դու գունատվել ես, ով է այդ Սիրանուշը, հարցրեց Արմինեն, եւ նրա ձայնի մեջ առաջին անգամ երկար տարիների ընթացքում հնչեց ոչ թե աջակցություն, այլ կասկած։ Դավիթը փորձեց խուսափել, ասել, թե դա հին մոռացված պատմություն է, բայց իրավիճակը փրկեց նրա ավագ եղբայրը, Վարդանը։ Նա, ով սովոր էր խնդիրները լուծել ոչ թե խոսքով, այլ գործով, հասկացողաբար գլխով արեց։ Հանգստացիր ախպերս, ես կզբաղվեմ դրանով, հայերեն կբացատրենք այդ լրագրողին, որ որոշ դռներ պետք չէ թակել։ Այդ խոսքերով նա ոչ միայն հանձնարավ հարցը լուծել, այլև սկիզբ դրեց մի գործընթացի, որն անխուսափելիորեն պետք է հանգեցներ ճշմարտության բացահայտմանը։ Մինչդեռ Կարենը, անտեղյակ իր շուրջը հյուսվող սարդոստայնից, շարունակում էր իր հետաքննությունը, առաջնորդվելով միայն մեկ ցանկությամբ՝ գտներ ճշմարտությունը մոր մասին։ Նրա լրագրողական բնազդը հուշում էր, որ Գյումրիի պատմության մեջ կա մի բանալի, որը կբացի բոլոր դռները։ Հին ընկերներին հարցուփորձ անելով, նա վերջապես գտավ մի թել, մոր մտերիմ ընկերուհու, Անահիտի անունը, ով վաղուց տեղափոխվել էր Վանաձոր։ Առանց երկար մտածելու, Կարենը նստեց իր հին մեքենան եւ ուղևորվեց դեպի Լորվա մարզ, հույս ունենալով, որ այս հանդիպումը վերջապես լույս կսփռի անցյալի մութ անկյունների վրա։ Վանաձորի հին բազմաբնակարան շենքերից մեկի բակում, թթենու տակի նստարանին, նա գտավ Անահիտին, մի կնոջ, ում դեմքին տարիները խորը ակոսներ էին թողել, բայց աչքերում դեռ պահպանվել էր իմաստության լույսը։ Տեսնելով Կարենին, կինը երկար լուռ նայեց նրան, հետո հառաչելով ասաց. «Տղաս, ես քո մորը խոստացել էի լռել, բայց քեզ տեսնում եմ, նրա աչքերն ունես»։ Եվ հետո, բառ առ բառ, նա սկսեց պատմել այն, ինչ տեղի էր ունեցել 26 տարի առաջ։ Նա պատմեց միամիտ, սիրահարված Սիրանուշի եւ մի հարուստ երևանցի տղայի՝ Դավթի մասին։ Նա պատմեց նրանց սիրո, հղիության եւ այն սարսափելի ճնշման մասին, որ գործադրեց Դավթի ընտանիքը։ Նա քեզ չի թողել, բալես, նրանց ստիպեցին։ Դավթի հայրը, Սուրենը, սատանա էր մարդու կերպարանքով։ Երբ իմացավ, որ Սիրանուշը հղի է, մարդիկ ուղարկեց Գյումրի, սպառնացին, որ եթե նա չանհետանա, վատ կլինի եւ իր ընտանիքի եւ երեխայի համար։ Գումար տվեցին ու ստիպեցին մի թուղթ ստորագրել, որ հրաժարվում է երեխայից։ Նրան տարան, ձևացրին, թե մահացել է, բայց իրականում ուղղակի թաքցրին աշխարհի աչքից։ Դավիթը, նա թույլ էր, նա ընտրեց իր կարիերան ու իր ընտանիքի հարստությունը։
Յուրաքանչյուր բառը դանակի սուր հարվածի պես խոցում էր Կարենի սիրտը։ Աշխարհը, որը նա գիտեր, փուլ եկավ նրա ոտքերի տակ։ Այն մարդը, ում նա հետաքննում էր որպես կոռումպացված քաղաքական գործիչ, իրականում իր մոր ճակատագիրը կործանողն էր։ Նրա մեջ արթնացավ ոչ միայն ճշմարտությունը գտնելու, այլև վրեժ լուծելու անսասան ցանկություն։ Վարդանի հայերեն բացատրելու փորձը տեղի ունեցավ Երևան-Գյումրի մայրուղու վրա գտնվող ճանապարհամերձ սրճարաններից մեկում, երբ Կարենը Վանաձորից վերադառնում էր։ Վարդանը մենակ չէր, նրա կողքին կանգնած երկու թիկնեղ տղաների տեսքն արդեն իսկ բավական էր հասկանալու համար խոսակցության բնույթը։ Նա մոտեցավ Կարենի սեղանին, դեմքին բարեկամական ժպիտ, որը սակայն չէր թաքցնում աչքերի սառը սպառնալիքը։ Կարեն, եթե չեմ սխալվում, բարև երիտասարդ։ Ես Դավթի եղբայրն եմ, Վարդանը, լսել եմ հետաքրքրվում ես մեր ընտանիքով, սկսեց նա, նստելով Կարենի դիմաց։ Նրա խոսքերը մեղրի պես քաղցր էին, բայց դրանց տակ թույն էր թաքնված։ Նա խոսեց ընտանիքի պատվի, հեղինակության, մարդիկ ինչ կասենի մասին, փորձելով երիտասարդ լրագրողին հասկացնել, որ նա մտել է մի տարածք, որտեղ խաղի կանոնները ուրիշ են, եւ որպեսի իր խոսքերն ավելի համոզիչ լինեն, նա սեղանին դրեց մի հաստ ծրար, լի թղթադրամներով։ Սա քեզ, որպեսի մոռանաս այդ հին պատմությունը եւ զբաղվես ավելի անվտանգ թեմաներով։ Սա նվեր չի, սա խորհուրդ է, ընդունիր որպես ավագի խորհուրդ։ Բայց Կարենը կոտրվողներից չէր։ Նա նայեց ծրարին, հետո Վարդանի աչքերին եւ հանգիստ, բայց պողպատի պես ամուր ձայնով պատասխանեց. Ես ձեր խորհուրդների կարիքը չունեմ, ոչ էլ ձեր փողերի։ Նա վեր կացավ եւ հեռացավ, թողնելով Վարդանին մենակ իր անպետք դարձած ծրարի հետ։ Այդ պահին Վարդանը հասկացավ, որ այս տղան սովորական լրագրող չէ եւ որ ուժի կիրառումն անխուսափելի է։ Այդ նույն երեկոյան Դավթի եւ Արմինեի շքեղ ննջասենյակում, որտեղ ամեն ինչ փայլում էր թանկարժեք կահույքից եւ դիզայներական լուծումներից, լարվածությունը հասել էր իր գագաթնակետին։ Արմինեն, որը 25 տարի շարունակ խաղացել էր իդեալական կնոջ դերը, այլևս չէր կարողանում թաքցնել իր կասկածները։ Դավիթ, ինձ կարող ես վերջապես բացատրել, թե ինչ է կատարվում։ Ով է այդ Սիրանուշը եւ ինչու է այդ անոնը քեզ այսքան անհանգստացնում։ Մեր ամբողջ կյանքը դրված է այս ընտրությունների վրա։ Միթե մի հիմար երիտասարդական սխալի պատճառով մենք պետք է կորցնենք ամեն ինչ։ Մարդիկ ինչ կասեն։ Կասեն, տեսեք, ընտանեկան արժեքներից խոսող մարդն իր պահարանում կմախքներ ունի։ Դավիթը փորձում էր խուսափել, հանգստացնել կնոջը, բայց նրա խոսքերը համոզիչ չէին։ Հենց այդ պահին սենյակ մտավ նրա մայրը, Անահիտ տատը, մի կին, որի համար ընտանիքի պատիվը կյանքից էլ վեր էր։ Նա լսել էր վեճը եւ եկել էր իր իշխող խոսքն ասելու։ Ինչ աղմուկ է այստեղ։ Դավիթ, որդիս, հիշիր, թե ինչ զոհողություններ ենք մենք գնացել քո կարիերայի համար։ Հայրդ իր առողջությունը դրեց, որ դու այսօրվա դիրքիդ հասնես։ Մի թույլ տուր, որ անցյալից տվերները քանդեն մեր ապագան։ Այդ աղջիկը իրենը ստացել է, պատմությունը փակված է։ Ամեն գնով պետք է լրացնել այդ լրագրողին։ Ընտանիքի պատիվը ամեն ինչից վեր է։ Դավիթը կանգնած էր երկու կրակի միջև, կնոջ կասկածամիտ հայացքի եւ մոր պողպատե կամքի։ Նա հասկանում էր, որ իր ստերի աշխարհը սկսել է ճաքեր տալ, եւ շուտով այն կարող է փլուզվել իր տակ թողնելով բոլորին։ Ճնշումը դառնում էր անտանելի, իսկ ելքի ճանապարհները օրեցօր ավելի մշուշոտ։ Կարենը, անտեսելով բոլոր սպառնալիքները, որոշեց գնալ ვა-բանկ։ Նա օգտագործեց իր լրագրողական կապերը եւ պարզեց մի անհավանական փաստ։ Դավթի հայրը, Սուրենը, մահվանից առաջ իր վստահելի փաստաբանին մի կնքված տուփ էր թողել, փաստաթղթերով, որը պետք է բացվեր միայն արտակարգ իրավիճակում։ Հին փաստաբանը, լինելով խորհրդային դպրոցի ազնիվ մարդ եւ տեսնելով Կարենի անկեղծ ցանկությունը գտնելու ճշմարտությունը, համաձայնեց հանդիպել նրա հետ եւ փոխանցել տուփի պարունակությունը։ Այժմ Կարենի ձեռքին էին անհերքելի ապացույցներ, Սիրանուշի ձեռքով ստորագրված հրաժարման թուղթը, գումարի փոխանցման անդորրագրերը եւ Սուրենի ձեռագիր հրահանգները իր մարդկանց։ Նա զանգահարեց Դավթին եւ պահանջեց անհապաղ, առանձին հանդիպում, սպառնալով, որ հակառակ դեպքում առավոտյան ամբողջ Հայաստանը կկարդա իր ընտանիքի կեղտոտ գաղտնիքների մասին։ Այդ գիշեր Դավթի աշխատասենյակում օդը կարծես էլեկտրականացած լիներ։ Դավիթը սպասում էր, գունատ, բայց դեռ փորձելով պահպանել քաղաքական գործչի անխոցելի դիմակը։ Երբ Կարենը ներս մտավ եւ սեղանին դրեց թղթապանակը, Դավիթը փորձեց իր վերջին հարձակումը։
Ինչ ես ուզում, երիտասարդ, փող, պաշտոն, ասա եւ կստանաս, միայն թե վերջ տուր այս կրկեսին, ասաց նա արհարմարական տոնով։ Բայց Կարենի ձայնի մեջ պողպատ կար։ Ես ուզում եմ իմանալ, թե ինչ արեցիք Սիրանուշի հետ, որտեղ է նա հիմա։ Դավիթը ցինիկաբար ծիծաղեց. Ես ինչ իմանամ, դա երիտասարդության սխալ էր, նա փողը վերցրեց ու գնաց իր ճանապարհով, հավանաբար հիմա ուրիշի գրկում է վայելում կյանքը։ Այդ բարերը վերջին կաթիլը եղան։ Կարենի դեմքը կծկվեց զայրույթից, նա բացեց թղթապանակը։ Սխալ, ահա ձեր սխալի գինը, ահա այն թուղթը, որը ստիպել եք նրան ստորագրել, ահա ձեր հոր հրամանները, դուք ոչ միայն լքել եք նրան, դուք ոչնչացրել եք նրա կյանքը, դուք նրանից խլել եք իր երեխային։ Դավիթը վերջնականապես կորցրեց ինքնատիրապետումը։ Իսկ դու ով ես, որ ինձ դատես, դու ինչ գիտես մեծ քաղաքականության մասին։ Ընտանիքի պատվի մասին։ Ես արել եմ այն, ինչ պետք էր։ Եվ այդ պահին Կարենը իր ամբողջ ցավն ու զայրույթը դնելով խոսքերի մեջ բղավեց այն, ինչը պետք է փոխեր ամեն ինչ։ Դուք նրանից խլել եք ինձ։ Դավիթը քարացավ։ Նրա ականջներում զնգում էր այդ մեկ բառը՝ ինձ։ Նա նայեց Կարենին, իսկապես նայեց, առաջին անգամ, ոչ թե որպես նադայեդլի լրագրող, այլ որպես մարդու։ Նա տեսավ իր երիտասարդության դիմագծերը, իր աչքերի կտրվածքը, իր համառ կզակը։ Ինչ ասացիր, հազիվ շշնջաց նա։ Հենց այդ պահին աշխատասենյակի դուռը դանդաղ բացվեց։ Ներս մտավ մի կին։ 48 տարեկան, բայց տարիներն ու ցավը նրան ավելի մեծ էին դարձրել։ Նա նիհար էր, հայացքը հոգնած, բայց միևնույն ժամանակ աներևակայելի ուժեղ և վճռական։ Դա Սիրանուշն էր։ Նա, ում բոլորը մահացած էին համարում, ողջ էր։ Նա, ում փորձել էին ջնջել պատմությունից, վերադարձել էր։ Նա իմացել էր որդու որոնումների մասին և որոշել էր, որ այլևս չի կարող թաքնվել։ Նա ասաց, որ դու իրենից խլել ես իրեն, Դավիթ։ Նա ճիշտ է ասում, հնչեց նրա ձայնը, որը հանգիստ էր, բայց յուրաքանչյուր բառը որոտի պես թնդում էր սենյակում։ Դավիթը նայում էր Սիրանուշին, հետո Կարենին, և նրա ուղեղը հրաժարվում էր ընդունել իրականությունը։ Այս ամենը նման էր սարսափելի երազի։ Սիրանուշ, դու ո՞նց։ Այո, ես եմ, այն կինը, ում դու և քո ընտանիքը փորձեցիք ջնջել այս աշխարհից։ Ես ապրում էի մի հեռավոր գյուղում, Շիրակի մարզում, քո հոր փողերով, վախենալով նույնիսկ սեփական ստվերիցս։ Բայց հետո տեսա քո նկարները, լսեցի քո ճառերը, ընտանիքի, պատվի, արժեքների մասին, և որոշեցի, որ բավական է։ Ժամանակն է, որ աշխարհն իմանա, թե ով ես դու իրականում։ Նա մոտեցավ Դավթին, կանգնեց նրա դիմաց և նայելով ուղիղ նրա աչքերի մեջ արտասանեց վերջին սպանող խոսքերը. Դավիթ, ասա քո որդուն, թե ով ես դու, ասա նրան, որ դու նրա հայրն ես, այն հայրը, որը նրան փոխանակեց կարիերայի հետ։ Այդ բառերը վերջնականապես քանդեցին ստի պարիսպները։ Կարենը ցնցված նայում էր մորը, հետո այն մարդուն, ում ատում էր իր ամբողջ էությամբ, և ով իր հայրն էր։ Նրա աշխարհը, որն արդեն ճաքեր էր տվել, այդ պահին վերջնականապես փշուր եղավ։ Դռան կիսաբաց դիրքում կանգնած Արմինեն, որը լսել էր ամբողջ խոսակցությունը, ձեռքով բերանը փակեց, որպեսզի ճիչը չխեղդի իրեն։ Նրա 25 տարվա կատարյալ կյանքը, նրա ընտանիքը, նրա ապագան, այս ամենը մի ակնթարթում դարձավ սուտ։ Լռությունը, որը տիրեց սենյակում, ավելի խլացուցիչ էր, քան ցանկացած ճիչ։ Այն ծանր էր, շոշափելի, լի չասված խոսքերով, 25 տարվա ստով և մի ակնթարթում փշուր եղած ճակատագրերով։ Դավիթը կանգնած էր անշարժեր, կարծես կայծարկահարվածած լինի, և նրա դեմքի քաղաքական գործչի դիմակը վերջնականապես թափվել էր, բացահայտելով շփոթված, վախեցած և մեղավոր տղամարդու։ Կարենը տատանվում էր ցնցումի և զայրույթի միջև, նայելով մորը, հետո այն մարդուն, ում այժմ պետք է հայր անվաներ։ Սիրանուշի հայացքը պողպատի պես սառներ, նրա ամբողջ կյանքի ցավն ու զայրույթը կենտրոնացած էին Դավթի վրա։ Առաջինը լռությունը խախտեց Արմինեն։ Նա դանդաղ ներս մտավ սենյակ, դեմքին մի արտահայտություն, որը ոչ ոք երբեք չէր տեսել, զարմանալիորեն հանգիստ, բայց սարսափելիորեն վճռական։ Նրա ձայնը հնչեց սառը և հստակ, առանց դողի, որն ավելի սարսափելի էր, քան հիստերիան։ Ուրեմն սա էր այն երիտասարդության սխալը, որի մասին դու խոսում էիր։ Ոչ թե ուղղակի սիրավեպ, այլ երեխա։ Իմ ամբողջ կյանքը, իմ նվիրվածությունը, իմ երիտասարդությունը, այս ամենը կառուցված է եղել ստի վրա։
Դավիթը շրջվեց դեպի նա խնդրական հայացքով։ Արմինե ջան, ես կարող եմ բացատրել, ես ինքս չգիտեի։ Նրա խոսքը կիսատ թողեց Սիրանուշի դառը ծիծաղը։ Չգիտեիր, դու շատ լավ գիտեիր, քո հայրը քեզ ամեն ինչ պատմել էր, դու ուղակի ընտրեցիր հեշտ ճանապարհը, ընտրեցիր փողը, իշխանությունը, նա ձեռքով ցույց տվեց սենյակի շխեղությունը, այս ոսկե վանդակը։ Աղմուկի վրա ներս վազեցին Վարդանն ու Անահիտ տատը։ Տեսնելով Սիրանուշին, երկուսն էլ քարացան։ Անահիտ տատը բնազդաբար խաչակնքեց. Աստված իմ, սա հնարավոր չէ, դու պետք է մեռած լինեիր։ Ձեր աղոթքները տեղ չեն հասել տիկին Անահիտ, ես ողջ եմ, եւ ես եկել եմ հետ վերցնելու այն, ինչ դուք ինձնից խլել եք։ Ոչ թե ձեր որդուն, ես եկել եմ իմ արժանապատվության։ Իմ որդու ճշմարտության հետևից, պատասխանեց Սիրանուշը, եւ նրա ձայնի մեջ հնչում էր տասնամյակների ընթացքում կուտակված ցավի ուժը։ Վարդանը, որն առաջինն էր ուշքիր եկել, սպառնալից քայլ արեց առաջ։ Լսիր այստեղ, աղջիկ, դու քո փողը ստացել ես, ինչ ես հիմա ուզում, քանդել մեր ընտանիքը։ Հենց այդ պահին Կարենը, որը մինչ այդ լուռ էր, առաջին անգամ խոսեց։ Նա կանգնեց մոր կողքին որպես պաշտպանական պատ։ Ձեր ընտանիքը վաղուց քանդված է, այն կառուցված է ստի եւ դավաճանության վրա։ Եվ դուք, նա նայեց Վարդանին, դուք այլևս ինձ չեք վախեցնի, ես այլևս մենակ չեմ։ Այդ պահին ընտանիքը տեսանելիորեն բաժանվեց երկու թշնամական ճամբարի։ Մի կողմում Դավիթը, Վարդանը եւ նրանց մայրն էին, հին աշխարհի ներկայացուցիչները, որոնք փորձում էին փրկել իրենց ստի կայսերության փլատակները։ Մյուս կողմում Սիրանուշն ու Կարենն էին, միավորված ճշմարտությամբ եւ արդարության պահանջով։ Իսկ Արմինեն կանգնած էր մեջտեղում, միաժամանակ եւ զոհ, եւ այս համակարգի մի մասը։ Նրա հաջորդ քայլից էր կախված ամեն ինչ։ Նա խորը շունչ քաշեց եւ կայացրեց իր որոշումը։ Դուրս եկեք այս տնից, բոլորդ, ասաց նա դիմելով Դավթին, Վարդանին եւ Անահիտ տատին։ Ես պետք է մտածեմ։ Արմինը փորձեց առարկել Դավիթը, բայց կինը կտրեց նրան, անսովոր ուժով բարձրացնելով ձայնը։ Ասացի դուրս։ Դավթը առաջին անգամ կյանքում չիմանալով ինչ անել, լուր ենթարկվեց։ Վարդանն ու մայրը, տեսնելով, որ իրավիճակն իրենց վերահսկողությունից դուրս է, հետևեցին նրան։ Երբ նրանք դուրս եկան, Արմինեն շրջվեց դեպի Սիրանուշն ու Կարենը, որոնք նույնպես պատրաստվում էին հեռանալ։ Դուք մնացեք, ասաց նա նայելով ուղիղ Կարենի աչքերի մեջ։ Ես ուզում եմ ձեզ հետ խոսել, առանց նրանց։ Այդ պահին սենյակում նոր դաշինք էր ձևավորվում, երկու կանանց եւ մի երիտասարդի միություն, որոնցից յուրաքանչյուրին Դավթի ընտանիքը դավաճանել էր յուրովի։ Դավաճանված տինը, մոռացված սիրուհին եւ լքված որդին մնացին մենակ, որոշելու մի ամբողջ կլանի ճակատագիրը։ Այդ գիշեր Դավթի տան հյուրասենյակը վերածվել էր ռազմական շտաբի։ 3 հոգի, Արմինեն, Սիրանուշը եւ Կարենը նստած էին մեծ սեղանի շուրջ, որտեղ ժամեր առաջ դեռ կոնյակի բաժակներն էին դրված։ Հիմա սեղանին միայն Կարենի հավաքած փաստաթղթերն էին եւ 3 բաժակ սառը սուրճ։ Ցնցումից հետո եկել էր գործելու ժամանակը։ Կարենը, որն այլևս չէր առաջնորդվում միայն լրագրողական հետաքրքրությամբ կամ նույնիսկ վրեժով, վերջնականապես իր վրա էր վերցրել հայ տղամարդու դերը, պաշտպանել մոր պատիվը եւ վերականգնել արդարությունը։ Նա պատրաստել էր ամբողջական հոդված, բոլոր փաստաթղթերով, ձայնագրություններով եւ պատմությամբ, որը կարող էր մեկ գիշերում ոչնչացնել Դավթի կարիերան։ Հաջորդ օրը նա զանգահարեց Դավթին եւ պահանջեց ընտանեկան հավաք, ոչ թե որպես լրագրող, այլ որպես որդի, որը եկել է հաշիվ պահանջելու։ Հյուրասենյակում կրկին հավաքված էին բոլորը։ Դավիթը, Վարդանը եւ Անահիտ տատը նստած էին մի կողմում, լարված եւ մարտական տրամադրված։ Նրանց դիմաց Կարենը, Սիրանուշը եւ անսպասելիորեն բոլորի համար Արմինեն։ Օդը լարված էր, կարծես ամպրոպից առաջ։ Կարենը սեղանին դրեց հոդվածի տպված տարբերակը։ Ես այստեղ չեմ եկել գումար կամ պաշտոն խնդրելու։ Ես այստեղ եմ, որպեսզի դուք ընդունեք ձեր արածը։ Ես ձեզ 2 տարբերակ եմ տալիս։ Տարբերակ առաջին. դուք, պարոն Դավիթ, հրապարակաբար հրաժարվում եք ձեր թեկնածությունից, ներողություն եք խնդրում իմ մորից եւ ինձնից, եւ այս պատմությունը մնում է այս 4 պատերի ներսում։ Վարդանը պայթեց. Ինչ, դու խելագարվել ես։ Մի ամբողջ կյանքի աշխատանքը ջուրը գցենք քո պատճառով։ Կարենը անտեսեց նրան, հայացքը սևեռած Դավթի վրա։ Տարբերակ երկրորդ. դուք հրաժարվում եք, եւ վաղը առավոտյան այս հոդվածը հայտնվում է բոլոր լրատվամիջոցների առաջին էջերին։ Ընտրությունը ձերն է։ Դավիթը հուսահատ նայեց նրան։ Որդիս, Կարեն, դու չես կարող դա անել։ Դու կկործանես ոչ միայն ինձ, այլև ինքդ քեզ։ Դու իմ որդին ես, իմ արյունը։ Կարենի դեմքին ցավի արտահայտություն հայտնվեց։
Դուք այդ մասին պետք է մտածեիք 25 տարի առաջ, երբ ինձ փոխանակում էիք ձեր կարիերայի հետ։ Ես ձեր որդին եմ, բայց ես նաև այս կնոջ, նա գրկեց Սիրանուշին, որդին եմ, ում դուք փորձեցիք ոչնչացնել։ Իմ պարտքն է նրան պաշտպանելը։ Այս պահին տեղի ունեցավ այն, ինչին ոչ ոք չէր սպասում։ Արմինենը, որը մինչ այդ լուռ էր, Հանգիստ վերցրեց հոդվածը, նայեց վերնագրին, քաղաքական գործչի գաղտնի որդին և մոռացված կինը, և դանդաղ, կտոր առ կտոր պատռեց այն։ Սենյակում կրկին լռություն տիրեց, բոլորը ապշած նայում էին նրան։ Ոչ մի հոդված չի լինի, հայտարարեց նա, իր ձայնի մեջ ունենալով ավելի շատ իշխանություն, քան Դավիթը երբևէ ունեցել էր։ Հետո նա շրջվեց դեպի ամուսինը, բայց դու նաև քաղաքական գործիչ այլևս չես լինի։ Դու այսօր երեկոյան հանդես կգաս հայտարարությամբ, կասես, որ առողջական խնդիրների պատճառով դուրս ես գալիս պայքարից։ Դու կվաճառես քո բիզնեսի կեսը և կփոխանցես, նա նայեց Կարենին, քո որդուն, որպես փոխհատուցում կորցրած տարիների համար։ Իսկ դու, նա դարձավ Սիրանուշին, կստանաս այնքան, որքան անհրաժեշտ է նոր կյանք սկսելու համար, որտեղ կուզես։ Սա իմ որոշումն է, սա է արդարությունը։ Արմինեն, դավաճանված, բայց անսպասելիորեն ուժ գտած հայ կինը, իր ձեռքն էլ վերցրել ընտանիքի ճակատագիրը։ Նա չէր թույլատրում, որ իրենց ընտանիքի պատիվը հանրության քննարկման առարկա դառնա, բայց միևնույն ժամանակ արդարություն էր հաստատում, պատժելով մեղավորին և հատուցելով զոհերին։ Սա հայկական ընտանեկան կոնֆլիկտի լուծում էր, ոչ թե օրենքով, այլ ընտանիքի ներսում, ավագ կնոջ խոսքով, որը դարձավ վերջնական և անբեկանելի դատավճիռ։ Արմինեի խոսքերը օդում կախված մնացին, որպես վերջնական դատավճիռ, որը բողոքարկման ենթակա չէր։ Վարդանը փորձեց առարկել, Անահիտ տատը սկսեց ողբալ ընտանիքի կործանման մասին, բայց նրանց ձայները խեղդվեցին Արմինեի սառը, պողպատե հայացքի տակ։ Նա, ով տասնամյակներ շարունակ եղել էր ստվերում, այդ պահին դարձավ ընտանիքի իրական ղեկավարը, դատավորը և դահիճը։ Դավիթը, տեսնելով կնոջ աննկուն վճռականությունը, հասկացավ, որ խաղն ավարտված է։ Նրա քաղաքական կարիերան, որի համար նա զոհաբերել էր իր սերը և իր որդուն, փոշիացավ մի ակնթարթում։ Նա նայեց Կարենին, հետո Սիրանուշին, և առաջին անգամ նրա աչքերում երևաց ոչ թե քաղաքական գործչի հաշվարկ, այլ մարդկային զղջում։ Նա դանդաղ գլխով արեց, ընդունելով իր պարտությունը և Արմինեի պայմանները։ Այդ երեկո Դավիթը հանդես եկավ հեռուստատեսային հայտարարությամբ, հայտնելով իր թեկնածությունը հանելու մասին, պատճառաբանելով առողջական խնդիրներ։ Հասարակությունը ցնցված էր, քաղաքական մրցակիցները ուրախացած, բայց ոչ ոք չէր էլ կասկածում իրական պատճառների մասին։ Ճշմարտությունը մնաց այն 4 պատերի ներսում, որտեղ Արմինեն որոշել էր այն թաղել, փրկելով ոչ թե ամուսնու, այլ իր երեխաների և ընտանիքի անվան մնացորդները։ Հաջորդ շաբաթների ընթացքում ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես որոշել էր Արմինեն։ Դավթի բիզնեսի զգալի մասը փոխանցվեց Կարենի անունով բացված հիմնադրամին, իսկ Սիրանուշը ստացավ բավականաչափ միջոցներ ապահովելու իր համար արժանապատիվ կյանք։ Նա որոշեց չմնալ Երևանում, որտեղ ամեն անկյուն հիշեցնում էր անցյալի ցավի մասին, և վերադարձավ Գյումրի, այս անգամ ոչ թե որպես փախստական, այլ որպես հաղթող։ Կարենը կանգնած էր բարոյական երկընտրանքի առջև։ Նա կարող էր վերցնել այդ հսկայական կարողությունը և սկսել նոր կյանք, բայց նրա լրագրողական ազնվությունը և մորից ժառանգած արժանապատվությունը թույլ չտվեցին դա անել։ Նա հիմնադրամի միջոցներն ուղղեց Գյումրիում անապահով ընտանիքների երեխաների կրթության աջակցելու և երիտասարդ լրագրողների համար անկախ հետաքննական կենտրոն ստեղծելու գործին։ Նա մնաց իր մասնագիտությանը հավատարիմ, շարունակելով պայքարել ճշմարտության համար, բայց այժմ նա դա անում էր ոչ թե անձնական վրեժից դրդված, այլ հանուն ավելի մեծ նպատակի։ Մի քանի ամիս անց աշնանային մի տաք օր Երևանի այգիներից մեկի նստարանին նստած էին Կարենն ու Սիրանուշը։ Սիրանուշի դեմքին հանգստություն էր, որը Կարենը երբեք չէր տեսել։ Գիտես որդիս, ես երբեք վրեժ չեմ ուզել, ես ուղղակի ուզում էի, որ դու իմանայիր ճշմարտությունը, որ իմանայիր ես քեզ չեմ լքել, ասաց նա շոյելով որդու գլուխը։ Ես գիտեմ մամ, հիմա ամեն ինչ գիտեմ, իսկ դու կներես նրան, հարցրեց Կարենը։ Սիրանուշը երկար նայեց հեռու, հետո ժպտաց մի թախծոտ ժպտիտով։ Ներելը Աստծո գործն է, իմ գործը մոռանալն է ու առաջ շարժվելը, մեր կյանքը նոր է սկսվում ջիգարս։ Մի փոքր հեռու մյուս նստարանին մենակ նստած էր Դավիթը։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ կարիերան, հեղինակությունը, կնոջ հարգանքը։
Արմինեն շարունակում էր ապրել նրա հետ, պահպանելով ընտանիքի ձևական կողմը, բայց նրանց միջև սառցե պատ էր։ Դավիթը հաճախ էր գալիս այս այգի, հեռվից նայելու իր որդուն և այն կնոջը, ում կյանքը կործանել էր։ Նա հասկանում էր, որ կորցրել է ամենակարևորը, ոչ թե պաշտոնը, այլ հնարավորությունը լինելու հայր և սիրելի տղամարդ։ Սա էր նրա ցմահ պատիժը՝ տեսնել սեփական երջանկությունը, բայց երբեք չկարողանալ դրան հասնել։ Կարենը նկատեց նրան, նրանց հայացքները հանդիպեցին մի վայրկյան։ Կարենի հայացքում ատելություն չկար, միայն թախիծ և մի փոքր խճխահարություն։ Նա թեթևակի գլխով արեց որպես ճանաչման նշան և հետո շրջվեց դեպի մայրը։ Նա իր ընտրությունը կատարել էր, նրա ընտանիքը իր մայրն էր։ Ընտանիքը ամենաթանկն է, բայց երբևն հենց ընտանիքն է պատճառում ամենամեծ ցավը։ Այս պատմությունը ստի, դավաճանության և ի վերջո արդարության մասին էր։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես կվարվեիք դուք, եթե հայտնվեիք Կարենի կամ Արմինեի տեղում։ Ձեր հայ ընտանիքում ո՞րն է ավելի կարևոր՝ պատիվը, թե ճշմարտությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, և մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին նմանատիպ այլ պատմությունների համար։